Դուք դիտում եք Civilnet-ը եւ այսօրվա գլխավոր նորությունները։ Նուբարաշենի բանտում հունվարի 25-ից անժամկետ հացադուլ է հայտարարել մոտ 20 ցմահ դատապարտյալ։ Նրանք դիմում են հղել Հայաստանի նախագահին։ Պահանջը մեկն է՝ պատժաչափերի վերանայում անցյալ տարվա մայիսին ընդունված քրեական օրենսգրքի վերջին փոփոխությունների հիմքով, որով որոշակի ժամկետով առավելագույնը համարվող 15 տարվա պատժաչափը դարձավ 20 տարի։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ են վրացական իշխանությունների հանդիպակաց գործողությունները։ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերականգնել Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները, սակայն չի ցանկանում որևէ գործ ունենալ Միխեիլ Սաակաշվիլիի հետ։ Թուրքիայի դատավորների եւ դատախազների բարձրագույն խորհուրդը որոշել է հետաքննություն սկսել Հրանտ Դինքի սպանության գործով զբաղվող դատական պաշտոնյաների դեմ։ Պատճառը Դինքի սպանության վերաբերյալ կայացված դատավճռի շուրջը դատավորների ու դատախազի կողմից հնչեցրած իրարամերժ հայտարարություններն են։ Դատավորը հայտարարել է, որ Դինքին չի սպանել կազմակերպված հանցավոր խումբը, մինչդեռ դատախազը հակառակն է պնդել։ Եգիպտոսի հեղափոխական երիտասարդության խորհուրդը հայտարարել է բողոքի անժամկետ ակցիա սկսելու մասին։ Ցուցարարները զինվորականներից պահանջում են հանձնել իշխանությունը քաղաքացիական անձանց։ Երիտասարդները պատրաստ են այնքան ժամանակ լինել փողոցում, մինչև հեղափոխությունը չվերադառնա իր սկզբնաղբյուրին։ Օրվա մնացած կարևոր իրադարձություններին ծանոթացեք civilnet.tv կայքում։